Եվ տեսնում եմ, որ Պատանի Քոչարյանը մի փրփրում է, ջղայնանում է, ջղաձգվում է, ամբողջ Հայաստան խմբակցությունը մոտենում է շրջան է կազմում, իրականացնում է մի նոր կոլցո օպերացիա եւ Պատանի Քոչարյանը սկսում է հայոյել։ Սա գիտեք ինձ ինչ հիշեցրեց, այնց արքետիպային հերոս կա է հայկական մշակույթի մեջ։ Կներեք արտահայտությանս համար պորճի լակոտ։ Դա Գոր Վարդանի կինոներում օրինակ իմ շատ սիրելի։ Շատ հաճախ լինում է, որ ասենք մի հատ ինչ-որ օլիգարխի, հարուստի ոչ այդքան լավ դաստիարակված որդի, ինքը համարում է, որ ինքը ամեն ինչից վեր է, գալիս բերանը շաղ է տալիս, հետո իր թիկնազորը սենց գալիս ու սկսում է պաշտպանել իրան, ուղղակի այս դեպքում որպես թիկնազոր հանդես էր գալիս Ռոբերտ Քոչարյանի անձնական օգտագործման Հայաստան խմբակցությունը ու ամոթ է ուղղակի։ Բայց ես ըմբռնումով եմ մոտենում այս իրավիճակին, որովհետև հիմա պարոն Քոչարյանը նկատի ունեմ կցեր Քոչարյանը երևի սովոր է, որ ինքը իր կյանքը տենց է ապրել, տենց է լինում են տղաների հետ, որոնք հիմնականում իրանք ոչինչ են եւ պապայի անունով են ինչ-որ բաներ անում, բայց ոչինչ, մենք նրանք սովորացնենք ճիշտ ձևը։ Բայց ձեր մոտ հարգելի հայրենակիցներ կարող է հարց առաջանալ, ինչի՞ եմ ես խոսում այս անլուրջ պատմության մասին, որը իրոք անլուրջ պատմություն է, սա երրորդ դասարանի մակարդակի անլուրջ պատմություն է, փոքրիկ Քոչարյանի մասին։ Բայց այս անլուրջ պատմությունը, սիրելի գործընկերներ, ունի շատ լուրջ հիմք եւ շատ լուրջ պատճառ։ Եվ այդ պատճառը հետեւյալում է։ Այդ պատճառը հետեւյալում է։ Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը այս ամբիոնից հայտարարեց, որ դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան $1.4 միլիոն չափով ավանդ, 15 իրավաբանական անձում իրավաբանական անձանցից են Nair Insurance-ը, Toyota Երևան ընկերությունը, Target Group-ը եւ մի շարք այլ ընկերություններ։ Ավելի քան $4 միլիոն, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։ 20 միլիարդ դրամ։ Հարգելի գործընկերներ, վերջին շրջանի ազգային ժողովի այս իրավիճակները պայմանավորված են միայն սրանով։ Միայն սրանով։ Վերջապես Ռոբերտ Քոչարյանի չվաստակած ապօրինի գույքը, հարգելի գործընկերներ, քանի որ վարող չկա, ստիպված ես պետքա խնդրեմ բոլորիդ, պարոն Աշակյան, խնդրում եմ լրություն ապավել Ռուբինյանը խոս։ Համեցեք։ Եվ վերականգնեք ժամը։ Հարգելի գործընկերներ, սրա մասին է։ Եվ գիտեք ինչն է նաև զարմանալի։ Էլի փոքրիկ Քոչարյանը եկել է ամբիոնից ասում է, տեսեք, տարիներ շարունակ մեր մասին ասում էին, որ բան, չգիտեմ, քանի միլիարդ գույք ունենք մենք։ Տեսնում եք հրապարակված է, չափազանցված էր։ Այսինքն ձեզնից պետք է շնորհակալություն հայտնենք, որ դուք օրինակ ոչ թե խոսքի 22 միլիարդ դրամ եք ապօրինի ձեռք բերել, այլ 20 միլիարդ, կամ շնորհակալություն հայտնենք, որ ոչ թե ասենք 22 անշարժ գույք եք ապօրինի տակով արել, այլ չէ, ոչ թե 25 ապօրինի գույք եք տակով արել, այլ 22, ձեռ եք առնում։ Ու ես նաև ուզում եմ պարոն Ռոբերտ Քոչարյանին դիմել։ Պարոն Ռոբերտ Քոչարյան, նախ ամոթ է։ Ըստ դատախազության դուք ապօրինի կերպով ձեռք եք բերել այսքան գույք։ Այլ կերպ ասած, ըստ դատախազության դուք թալանել եք այսքան գույք։ Թալանել եք դուք ըստ դատախազության։ Դրա համար պատասխան տվեք դուք, ոչ թե ձեր փոքրիկին ուղարկեք ստեղ, սաղս ձեռը կրակն ենք ընկել։ Մենք մի կերպ մեզ զսպում ենք, որ մի հատ դաստիարակչական ապտակ դրան չհասցնենք, ձեր խմբակցությունն էլ բանի դայակի պես ընկել է հետևը։ Սարքել եք դայակ ու ախրանիկ, ձեր ամբողջ խմբակցությունը, ձեր փոքրիկին։ Հետևից ման են գալիս կաթիկը չպակասի կամ տակը չոր լինի։ Պատասխան տվեք ինքներդ ձեր տակով արածի համար։ Ու մի բան էլ ասեմ, դուք ձև չունեք ուղղակի, ձև չկա։ Ձեր բերած ապօրինի գույքը մուծվելու եք բյուջե, ձև չունեք, ոչ մի ձև չունեք։ Ուզում եք ձեր փոքրիկին օրական 16 անգամ ուղարկեք ստեղ
թող ամբաղ-զամբաղ ելույթներ ունենա։ Ուզում եք ձեր խմբակցությանը հրահանգեք, որ այդ ընթացքում իրան շրջանաձև պաշտպանություն կազմակերպեն իրան։ Ուզում եք հրահանգեք ամբողջ խմբակցությանը թող գան այդտեղ հերթով ելույթներ ունենան, մեզ վիրավորեն, ինչ ուզում եք արեք, դուք այդ ապօրինի ձեռք բերած գույքը տալու եք պետությանը։ Այդ ապօրինի գումարները դուք մուծվելու եք Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Հա մի հատ է բան ասեմ, էլի փոքրիկ Քոչյանը այս ամբողջ ասում է, հիմա Համբալնով է, ասեմ Համբալնով է։ Ըստ իս Համբալը հետևյալ մարդն է։ Համբալը այն մարդն է, ով ապօրինի կերպով ձեռք է բերել 22 անշարժ գույք, 2 գույքին գրման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան $1.4 միլիոն չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն եւ մի շարք ավելի քան $4 միլիոն, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։ Հիմնականում տես մարդիկ են համբալները լինում։ Ոչ միայն տես մարդիկ, բայց հիմնականում տես մարդիկ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Արսեն Թորոսյան հաջորդ ելույթի համար համեցեք։ Ռուսական պետական պաշտոնական 10 գործակալության հայաստանյան թղթակիցն է, եթե չեմ սխալվում, որը արել է հետևյալ գրառումը Facebook-ում։ Մի ժամ առաջ։ Ես կրկին անկեղծորեն ցանկանում եմ, որ Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո ԿՊԱ-ական մի քանի падգամավորներ, չունենալով ԱԱԾ, ՊՊՑ ու ոստիկանության մշտական պաշտպանությունը, շարունակեին մնալ նույնքան համարձակ ու խիզախ։ Ավելին, վստահ եմ, որ այդպես էլ մնալու են ու շարունակելու են իրենց պահել նույն ձևով հեգնում է, էլի։ Իրականում քողարկված սպառնում է։ Շատերը չեն հիշի Նարեկ Գալստյանին հին բարի ժամանակներից։ Ես հիշեցնեմ, որ Նարեկ Գալստյանը մի ժամանակ, երբ մենք երիտասարդ էինք, նոր էինք սկսում մեր քաղաքական պայքարը, ինքը սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության Տխրունի երիտասարդական միության նախագահն էր, 2007 թիվն էր։ Եվ ինքը թռուցիկներ էր բաժանում մեզ հետ, մենք բոլորով գործող իշխանությունների դեմ, հա, արդեն նախընտրական քարոզարշավներ։ Իրեն ծեծում են շատ դաժան կերպով, նկարագրենք, բացում ենք մեր սիրելի Ազատություն ռադիոկայանը, 2007 թիվ, նոյեմբերի 16, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի համոզմամբ կուսակցության Սարգիս Տխրունի ուսանողական միության նախագահ Նարեկ Գալստյանին դաժան ծեծի ենթարկելու հրահանգը տրված է եղել իշխանական վերին օղակներից։ 3 առավոտյան Գալստյանին ծեծի են ենթարկել անհայտ անձինք, ինչի հետևանքով Գալստյանը տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Սա Նարեկը թող հիշի մի հատ, պահ էլի։ Մի հատ հասկանանք, էլի ընդհանրապես այս ծուր հայելների թագավորություն ենք ընկել, թե ինչ։ Շարունակենք։ Ուրբաթ օրը լրագրողի հետ հանդիպմանը Լյուդմիլա Սարգսյանը ասաց նաև, որ կապ է տեսնում երեկվա բռնության եւ նոյեմբերի 13-ին Նարեկ Գալստյանին եւ ուսանողական միության եւս մեկ անդամի թռուցիկներ փակցնելու համար ոստիկանություն բերման ենթարկելու միջև։ Մի հատ էլ այնտեղ է միջադեպ եղել։ Սարգսյանը այսօր հայտարարեց, որ նոյեմբերի 13-ին Նարեկ Գալստյանին եւ Էդմոն Մակարյանին ոստիկանությունում ծեծի են ենթարկել ոստիկանության Երևանի վարչության պետն ու կենտրոնի ոստիկանապետը։ Ոստիկանություն էլ կար, ԱԱԾ էլ կար, ՊՊՑ էլ կար, ամեն ինչ կար, բայց ֆունկցիան այլ էր։ Ճակերտները բաց, ծեծի են ենթարկել, ստորացման են ենթարկել։ Հեղինակները եղել են ոստիկանության Երևանի վարչության պետ գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, սա մեջբերում է Լյուդմիլա Սարգսյանի խոսքից։ Նազարյանը, որը անձամբ ծեծել է տղաներին, եւ կենտրոնի ոստիկանապետ Մեհրաբյանը։ Ասաց Սարգսյանը շարունակելով. մենք չենք մտածում, որ պետք է հնչեցնել այս անունները, սակայն այսօր այդ մասին լռել ուղղակի հանցագործություն է։ Եթե գեներալ-մայորը կարող է իրեն թույլ տալ 19-20 տարեկան հայ երիտասարդի ծեծի ենթարկել եւ թռուցիկը անգամ փորձել բերանը մտցնել, պիտի ուտես ու բազմակետ։ Հա, ես էլ արդեն շփոթվեցի։ 19-ից 20 տարեկան հայ երիտասարդին ծեծի ենթարկել եւ թռուցիկը անգամ փորձել են բերանը մտցնել բութ, պիտի ուտես, բազմակետ, ճակերտները փակ։ Ազատություն ռադիոկայանի հաղորդմամբ։
Ես այս վերջին ծեծը Նարեկի նկատմամբ կիրառված կապում եմ նույն անմարդկանց անունների հետ, որոնք 2 օր հետո կատարեցին այդ հանցագործությունը, մտածելով, որ մեզ ահաբեկում են, նրանք այդ նույն ձևով փորձեցին երիտասարդությանը ահաբեկել, ասաց Լյուդմիլա Սարգսյանը։ Ես չեմ կարծում, որ դա կոնկրետ ոստիկանությունն է, հիմա ոստիկանությունը առանց վերևից ուղղորդվելու ոչ մի քայլ չի անում։ Դա կապում եմ անմիջական ամենավերևների հետ, այսինքն հրահանգով, քաղաքական։ Սրանի պատասխան կհիշեք Հյուսիսային պողոտայում շենք բացելու ժամանակ հետո ճեպազույցի ժամանակ հարց են տալիս Ռոբերտ Քոչյանին, ով ինչքան հիշում եմ մոտավորապես այդ ժամանակ մամուլում շատ էր քննարկվում, ասում ով այդ երիտասարդը չեմ էլ ճանաչում կամ ընդհանրապես ում է պետք իրան ծեծել, այս ոչի մի բան, ու այն ժամանակվա մամուլի արխիվը եթե նայեք, մեկնաբանություններն են, որ դե ում է պետք, այսինքն ծեծելու կարիք չկա, էլի, այտենց ներ չի որ Չէ, այսինքն այդ գործիքակազմին դիմելու անհրաժեշտությունը չկա, մի բան չի արել, հա մի թռուցիկ է, հա բաժանել, մեզ պետք չէ, այդքան մի օր հասական վիճակում չի, որ դիմենք, հիմա ես ինչի եմ այսքանը ասում, Նարեկ, ասեք այդ ում ես դու սպառնում, Նարեկ Գալստյան, այս ժամանակներն ես կարոտել, ուզում ես հետ գան այս ժամանակները, թե հիմա որ այսպես բաներ չկան, որ ամբախ դուրս տալու համար թռուցիկը մարդու բերանը չեն կողում Ասենք այտենց ոգևորվել ես, հա ոգևորվել ես, թե բա ոնց են քայլելու առանց, հիմա էլ առանց ԱԾ-ի, առանց ՊՊՑ-ի ինչ է, բան ունես ասելու, խոստանում եմ, ոչ ԱԾ, ոչ ՊՊՑ, որտեղ տես թուղթ կա, որտեղ կարամ ստորագրեմ, ընթացակարգով, չգիտեմ, թե այսինքն դու ինչով ես սպառնում, դու սպառնում ես մի որևէ օրինական առերեսմամբ Թե որևէ անօրինական առերեսմամբ, եթե մի օրինական առերեսում ես ուզում, որևէ մեկ երկրպ պատգամավորից, խնդրեմ, ինչ պրոբլեմ, ոստիկանություն լինի, չլինի, եթե անօրինական առերեսում ես ուզում, ապա հանկարծ նրանից է պատգամավոր չի, քաղաքացի է, երիտասարդական միության նախագահ ակտիվիստ, ինչ կապ ունի, ոստիկանությունը պետք է իր տեղում լինի, անկախ նրանից թե ով է այդ մարդը։ Ասածդ ինչ է, եւ ընդհանրապես էս ինչ նարատիվ է, էլի տարածվող Այս ինչ ոչ է, այս ինչ, ասենք, զզվելի ու հատկապես, այն մարդկանց կողմից, ովքեր ախր սա տեսել են, ախր։ Ում բերանը թռուցիկ մտցնելու փորձ է եղել, ու հիմա կանգնում են, այսինքն ինչն եք դուք, լավ, ինչները տա ավելացել, լավ, սենց հասկանամ էլ, ինչները տա ավելացել։ Էս եք ուզում, ասում եք հաջորդ իշխանություն, բայց եթե հաջորդ իշխանությունը թռուցիկ բերան մտցնող լինի, քո բերանն էլ կարա մտցնի այդ թռուցիկը։ Այս ինչ անպայմանական նախկին պատգամավոր կամ ես, բարձի որ դիկտատորական ռեժիմ գա, բայց մամուլի ազատությունը, որ 34-րդ տեղն ենք ընկել, ով ինչ ուզում խոսում է, ով ոդից ուզում փող առնում, ոչ հաշվետվություն, ոչ բան։ Հա, եթե գամ իշխանություն դնի սաղի օղակները փագի, հա տեսնում ենք մեր հարևանության փախր ինչ է կատարվում։ Էլ ծորակ չմնաց ոչ փագեն, առանց մի բանի, առանց վերին օղակների քաղաքական թույլտվության մի տառ անգամ չեն կարող գրել մեր հարևան Շատ եւ ոչ հարևան շատ, ինչպես պարզվեց արդեն շատ երկրներում արդեն։ Լավ ի՞նչ է ձեր ուզած, ես ուզում եմ հասկանամ, էլ ի՞նչ եք ուզում։ Կամ այսօրվա պահվածքը, ասենք, սա ինչ է ընդհանրապես, սա ինչ վիճակ է։ Ես ճեպազույցի վախտել ասել բաները, այն ֆեյքերին էլի բանն, ֆեյքերին միացնել են էլի հարցակման ռեժիմի վրա, հիմա էլ եմ ասում, մեկ էլ աստեղից Լևոն Քոչարյանը ազգային ժողովի փոխոսնակին ասում է, դու ով ես։ Տղա ջան, ինքը ազգային ժողովի փոխոսնակն է, հարցը պաշտոնի մեջ չէ, նախ ինքը Հակոբ Արշակյանն է, ով քո հայրիկի դեմ պայքարը սկսել էր այն ժամանակներում, ես որ իր դեմ պայքարելու համար թռուցիկը մարդկանց բերանն էին կողում ու ինքը չի վախեցել։ Այդ պայքարից ինքը չի վախեցել ծեծվելուց, այդ ժամանակներում Հակոբ Արշակյանը քո հոր դեմ քաղաքական պայքար է սկսել, այնքը այդ տղեն է։ Դու կարաս մի ռեժիմի պայմաններում, երբ որ ամբախ-զամբախ դուրս տալու համար թռուցիկը մարդում կամ ճիշտ խոսքեր են, մենակ ամբախ-զամբախ չէ, այսինքն քաղաքականության մեջ կամ արդարացի ճիշտ, ինչպես ասողն է կարծում, չէ, բոլորն էլ կարծում են, որ իրենք ճիշտ բաներ են ասում։ Ճիշտ խոսքի համար կամ քննադատական խոսքի համար դու կարաս Մինաս ռեժիմի դեմ պայքարես, որի ժամանակ թռուցիկը բերանն էին կողելու, ծեծելու էին, սատկացնելու էին, Արոն Լևիկ տանեին Գրիգոր Լուսավորիչի վերակենդանած։ Դու ռիսկ անեիր, այդ իշխանության օրը քեզ ցես պահեի։ Դու ռիսկ անեիր։ Դու вообще կարայիր ձեր այդ ֆեյքերը, որ հիմա մտել գրում են, դու ով ես։ Ես էլ եմ իրանցից մեկը, իմացաք, ովքեր որ հիմա գրել են, մտեք մի հատ նայեք սրա, տակ, բոլորից խմբային պատասխանում եմ։ Ես էլ եմ այդ մարդը, ով 2007 թվականին
Երբ Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարելու համար թռուցիկը մարդու բերանն էին կողում, այդ ժամանակ ի դեմ ելել եմ պայքարի։ Չունենալով ես մենք չենք ունեցել, կներեք, մենք չենք ունեցել կենտրոնում 3 բնակարան, հիմա էլ չունեմ։ Չունենալով, Հիմա էլ չունեմ, որտեվ իրեք բնակարանի համար չի եղել այդ պայքարը նրա համար է եղել։ Նարեկ Գալստյան, որ կարծիք միտք արտահայտելու համար թռուցիկը մարդու բերանը չկողեն ու Հայաստանում երբեք այլևս ժողովուրդը թույլ չի տալու, որ նման իշխանություն լինի։